Դեռևս 4 տարի առաջ հենց Ախալքալակում տեղի ունեցավ հազարամյակի մարտահրավերներ ծրագրի Ջավախքի ճանապարհների արդիականացման նախագծի շնորհանդեսը։ Նախատեսվեց վերանորոգել մոտ 250 կիլոմետր ճանապարհահատված։ Իդեմս պաշտոնական Վաշինգտոնի Վրաստանը գտավ իր հովանավորին, որը միայն ճանապարհաշինական ծրագրերի համար հատկացրեց մոտ 400 միլիոն դոլար, որի 1/4 մասը բաժին հասավ Ջավախքին։ Թբիլիսի Ծալկա Նինոց Մինդա Ախալքալակ Ախալցխա Բաթումի ճանապարհի շինարարությունն ու գործարկումը Վրաստանի համար կենսական առաջնահերթության խնդիր դարձավ 2008-ի վրաց-օսական պատերազմից հետո։ Ախալքալаки Карцахи, граница Турции, в этом направлении, объездной ճանապարհ քաղաքի մեջի մաշինաները չպետին, плюс новый мост, направление Тбилиси, եթե միջև հիմի ժողովուրդը կերտար Ախալքալակից Թբիլիս 3 ժամ, խոսքին չերես Բորժոմի, կամ այս հին ճանապարհով 6 ժամ կտևեր, հիմի Ախալքալակցիկ Նինոց Մինդա ժողովուրդը կերնա երթա ժամուկիսով հասնի Թբիլիսու ցենտրը։ Բուդրաբլեքան չկա մազեմը, մետերիալ։ Ասֆալտի համար ավազ եւ խճակար ենք արտադրում, ունենք 4 հոսքագիծ, բացալ տվերում ենք մշակում, ունենք նաեւ ասֆալտի եւ բետոնի գործարաններ։ Bir de railway'in altına Շինաշխատանքների իրականացման իրավունքը մի քանի անգամ փոխանցվել է տարբեր ընկերությունների, ներկայումս այն իրականացնում են մրցույթը շահած խոշոր իսրայելական, ադրբեջանական, գերմանա-թուրքական ընկերություններ։ Կազմակերպություններում աշխատում են տարբեր ազգությունների շինարարներ, վրացիները, ադրբեջանցիների, հայերը թուրքերի կողքին։ Դե միշտ մոդում է 20-25 հոգի թուրք կաշխատի, ոսկի սպեցիալիզիրованный, վերնոր ասենք ավելի չմատ պրոյեկտներում մեջ ավելի շատ է աշխատել, մեգալը բոլորը աշխատին մեզնի ժողովուրդը։ hiç problem olmadı. Ոչ մի խնդիր չի եղել, 2 տարի միասին աշխատում ենք, ոչ մի խնդիր, բոլորս էլ եկել ենք այստեղ հացի փող վաստակելու։ Ekmek parasına çalışıyor, ekmek parası. Կարծախու, Գանձաու, այս գյուղը Ղուլալիս, Ախալքալակցի, Նինոց Մինդացի, բոլոր այս մասից մի 200-ն ավել ռաբոչի սիվակ աշխատի մեստնի։ Ավազի խճակարի արտադրության ձեռնարկություններում աշխատանք կա, սեփական բեռնատար մեքենաներ ունեցող տեղացիների համար առավել ևս։ Աշխատավարձը բավականին բարձր է եւ շատերը ստիպված չեն լինում մեկնել արտագնա աշխատանքի։ Քո շատ նգե, որ այ խոփանից են կգե, ընտանիքներս խոսում ենք ինտեր են քանացել, թե հնարավոր է որ իստեղ գործ ու մաքսիմալ նստարայուսոր однонаправлениява արնենք ժողովրդին։ Ու մաքսիմալնա ամեն գյուղից խոսքին քանիմ հոգի որ ալի դա բալանսը чтобы соблюдался спецтехникայի վրա 1000 լարի ռոջիկ կառնեն 1200 լարի ռոջիկ կառնեն даже это получается где-то $700 Աշխատավարձը բարձր է, հետևաբար վերահսկողությունը խիստ։ Ասֆալտի բաղադրիչները պետք է լինեն ամենաբարձր որակի։ Նույնը վերաբերվում է նաև մասնագետներին։ Laboratuvarlarımız var. Լաբորատորիային որակը ստուգվում է, ասֆալտի բաղադրիչները տեստավորում են անցնում, կան որակի չափորոշիչներ, որոնք հստակ պահպանում են։ Laboratuvara göre, laboratuvar ne derse ona göre malzeme çıkıyor. Վրաստանի հայաշատ շրջանների ճանապարհների շինարարությունը խիստ կարևոր է տեղի հայերի համար, սակայն առաջին հերթին այն ուղղակի բխում է վրացական պետության շահերից։ Վրաց-օսական պատերազմի ժամանակ լրջորեն վտանգված էր Գորից, Բաթումի եւ Փոթի նավահանգիստներ տանող կյանքի զարկերակը։ Հետևաբար Ջավախքի վրայով ծով դուրս գալու անհրաժեշտությունը անվտանգության անփոխարինելի երաշխիք է Վրաստանի համար։ Էդուարդ Մխիթարյան, Գրիգոր Շահոյան, Gala News, Վրաստան։